Ողջույն բոլորին, ես Անին եմ եւ սկսում եմ այսօր նկարահանել իմ առաջին վլոգը։ Այս անձեռոցիկը չպետք է լիներ։ Այս Հայաստանն է ապեր։ Դուք իմ վլոգի մեջ կհայտնվեք։ Ինչ պետք է անի։ Մենք միշտ sense ենք իրար հերջ ենք տալիս։ Վաղ իմ թուրիչքն է։ Հիմա գնում եմ Նովոսիբիրսկ։ Այս է թուրիչքը առաջին։ Ես 3 ամսով մեկնում եմ Ռուսաստանի Դաշնություն միայնակ նպատակով իհարկե եւ ուզում եմ ձեզ ցույց տալ թե ինչպես է անցնելու ճանապարհը։ Գնացինք։ Իսկ այսօր հրաժեշտի երեկո ենք կազմակերպել, ընկերներով հավաքվում ենք, որ ասենք ինձ հաջողություն։ Ոնե տող հետը վերցրել։ Մենք ուշացած հասանք։ Ձյոմը առաջինն է ինչպես միշտ։ Ես ու Ձյոմը։ Մարիան, դուք ես ուշացել։ Մարիան էլ աշուտ է, մալադեց։ Ինչ տպավորություններ ունես հիմա։ Ճիշտն ասած, այս առաջի անգամը որ գործի տեղով այս թափով հավաքվում ենք, դեռ շատ հավես է եւ որ այդքան մարդիկ իրար հետ շփվել են, աշխատել են ու այսօր այդ մտերմությունը տեղափոխվել է մի ուրիշ հարթակ։ Այսինքն գործի ընթացքում ձևավորվել են ընկերներ։ Այդ ամենակարևոր բանն է, որ մնաց գործից։ Դուք իմ վլոգի մեջ կհայտնվեք։ Ինչ? Վլոգի մեջ կհայտնվեք։ Սենց արա։ Սրանից սկսենք, Իմիջայլոց գուրգենի իրա հաղորդումն է ունենալու քուկ գուգը։ Քուկ գուգը, հա։ Մենք տենց ենք որոշել։ Բաղամի երազանքս է։ Հա։ Գիտեք ինչն է հետաքրքիր, այստեղ եկել ենք խոհարարների հետ ու մեզ հետաքրքիր է իրարից ռեակցիան, թե ինչպիսին է այստեղի ուտելիքը։ Այո։ Հիմա կտեսնենք 2 խոհարար, 2 կարծիք։ Գնացինք։ Որտեղ երեխեք։ Իսկ ո՞նց է սերի խոհարարներ։ Գնահատում ենք ինչը բայց։ Ինչքան կգնահատեք։ Համը հələ չեմ ասեմ։ Ախպերեսի մի կերեք ես ու նախատար գնալ։ Ով է հետաքրքրացնում վլոգը, քուկ գուգը։ Մարին միացավ մեզ։ Մեղր բայց միացավ։ Հարելույսին սեր, տամպերվեք, ես ու դու։ Այս կդնես, անպայման։ Այս եմ я կտաղած։ Я Զազա։ Я Բեթմեն։ Я գնացի։ Բարիվետ։ Մեզ միացավ նաև Գագը։ Ոնց ես Մարջան։ Հիմա գնում ենք մի փոքր քայլենք։ Արդեն այս գրուպայով մեզ գնաց Գուգոն, իսկ մա Գուգոն արդեն շատ սիրված կերպարա բոլորի կողմից։ Իրանը կյանքում չեք գուշակի իր տարիքը կյանքում։ Մեր չասես։ Կյանքում չեք գուշակի։ Կարող է գուշակում են։ Տեսնենք։ Դե գրեթե քանի տարեկան ինքան ասում է շատ լավ անցավ, ինքայի համար իրականում անծանոթ միջավայր էր, որովհետև իր կոլեկտիվ։ Այո, իմ կոլեկտիվներ, բայց արդեն հարազատ ընկերներ դարձանք։ Իրանցից մեկը։ Մենք միշտ sense ենք, իրար հերջ ենք տալիս։ Հիմա մենք մեր ընտանիքով ենք 4 աղջիկներով, մանե ուր ես։ Մանեն կլիներ 5-րդ։ Մեկել ենք առևտրի։ Ինչ պետք է անի վիդեոների մեջ ունեմ։ Հա, մի 2 բան ենք առնում, գնանք կոֆե խմենք ու գնանք տներով։ Առաջ մեր տունը մի հատ էր։ Հիմա այս Մենք 5 աղջիկներով իրար հետ ենք ապրում։ ասեմ անի մոտ ու բոլորիս մոտ եղել է բարեփոխումներ, այսինքն բոլորս համարյա ունեն կայֆումներ։ Ինչ, բարի գիշեր բոլորին, մինչ վաղը։ Այսօր հունիսի 6-ն է, վաղը իմ թուրիչքն է։ Իմ դայի հետ դուրս ենք եկել ամեկցներ գործերով, ես գնում եմ յոգներ սարքեմ։ Գիտեք ինչն է հետաքրքիր, ես ինքան իրար հետ սկսեցինք հավասար նույն երգը երգել առանց պայմանավորվելու ու մեր մոտ տենց շատ առնում։ Չգիտեմ ովքեր զույգեր են, ձեր մոտ հիմա տենց բաներ թե չէ։ Անգամ շատ մոտ ընկերների հետ ենք տենց, որ միաժամանակ նույն բառը ասում ենք, չգիտեմ։ Հուններ սարքեցի, հիմա կարելի սիրունանամ։ Շատ տխուր էի, որովհետև յոգնես լավ չէր ստացվել, դուրս չէր գալիս, հիմա փոխանա։ Հիմա թե մենակ պետք է ուրախ պահերը ցույց տամ, ես բայց շատ տխուր եմ, ինչ պատճառներով։ Մենակ ես գիտեմ, ուղղակի ուզեցի ես պահնել ֆիքսլի, որ չթվա թե ամեն ինչ իդեալական է ուղղակի, բայց
լավ կլինի ամեն ինչ, էթեչ։ Որոշեցի, որ պետքա խարչո ուտեմ, շատ եմ սիրում խարչո։ 2 անգամ եմ կերել, մի անգամ Վրաստանում, մի անգամ էլ Երևանում ու նույն տեղն եմ եկել։ Հուսով եմ համով կլինի, կիսեմ կարծիքով։ Իմ խարչոն բերել են, շատ համով, շատ։ Վերջ ճամպրուկը արդեն հավաքեցինք։ Մամայի հետ, առանց մամայի այդ հարցերը հնարավոր չի։ Դիքը բան եմ տանում, հետո դաժե մի քանի բան հանեցի, ստիպված։ Մի խոսքով, հիմա հաց ենք ուտում։ Ժամը 10-ն է, մենք դուրս ենք գալու տնից ժամը 12-ին, մեկին պետք է լինենք այրոպորտում։ Հիմա գնում եմ պապային դիմավորեմ, Ստեփան Վանց գալիս է, որ ինձ ճանապարհի։ Ինչալետ սա էլ անորես սպորտային շորը։ Ես միշտ չնախատեսված ծախսում եմ, ճիշտ է ուզում էի դերի առնեմ իմ համար։ Նենց սիրուն դերիա եմ առել։ Ուղղակի շտապում ենք դրա համար չհասցրեցի նկարեմ, շատ սիրուն դերի եմ առել։ Այդ առանձին ցույց կտամ։ Դե ինչ, մենք մի ժամից պետքա գնանք այրոպորտ, ես պատրաստվեմ, վեշերը արդեն ամբողջությամբ հավաքած է, սիրտս հանգիստ է, մաման պապան հետս է, Նաքսելը հետս է, Ինգան հետս է, մի խոսքով ընտանիքը հավաքվել է։ Արդեն մեքենան գալիս է, որ անին ճանապարհենք։ Բայ գնում եմ արդեն, այնքան ուրախ եմ, որ ընտանիք իմ կողքն է։ Ընտանիք։ Վլոգ եմ նկարում։ Արդեն ճամպրուկը դրեցի։ Վերջ։ Ձերքով սենթարակ։ Ուզում եմ։ Մաքսել։ Ինչ ես ասում։ Էլի մի հատ էլ ասա։ Այսի Հայաստանն է պես։ Նորա լսել այդ նախադասությունը ու անդադ ասում եմ։ Լավ է։ Լավ է։ Բայց ինչի համար է տենց ասում։ Մի հատ էլ ասա, էլի։ Այսի Հայաստանն է։ Հասել ենք այրոպորտ արդեն։ Մի քիչ լարված եմ, ճիշտ ասած։ Իրանի։ Հիմա գնում եմ Նովոսիբիրսկ, այնտեղից մի անգամից պետք է իջնեմ հաջորդ ջուրը 22 ժամ հետո դեպի Բլագավեշենց։ Դե ինչ, ես մնացի մենակ արդեն ու հեսա մի ժամից թռիչքս է։ Տնից դուրս գալուց առաջ մենք պարտադիր աղոթում ենք ընտանիքով, մանավանդ ինչ-որ կարևոր իրադարձությունների ժամանակ մենք աղոթում ենք ու այդ մեզ համար շատ կարևոր է։ Վերջ նստեցի արդեն սրմալյոտ, մենակ վատելա, որ հաց չեմ կերել այդ կապակցությամբ։ Պակա։ Ինչ ենք ուտում, ավի միծ մակարոնով, բարյա խոշակ։ Ես արդեն հասել եմ Նովոսիբիրսկ, թռիչքը տևեց 4.5 ժամը, հավոր մոխնած եմ, են լացող երեխեն կար։ Հիմա պետք է 2 ժամ ստեղ սպասեմ, մի օր թռնեմ Բլագավեշենց, էլի մի 3-4 ժամը պետք է թռնեմ մի խոսքով։ Էս են թռիչքը առաջին։ Այդտեղ Wi-Fi չկա, ես քարտ չունեմ, էս արավ, վերեմ 265 ռուբլի, այդտեղ խոզություն են անում Wi-Fi բառերը չեն ասում։ Դրա համար ես առանց Wi-Fi պետք է մնամ, բայց տեղյակ եմ պահել մերոնց, որ հասել եմ, քարտ չունեմ ռուսական, դրա համար առանց Wi-Fi աչքերից մի նայեք շատ օգնեց տեսք ունել, մի խոսքով հրամար եմ գտեմ ստեղ եմ ու հեռախոսս այդ գիտենալի տեղ եմ գտել, այդ լավ է, խոսքով, առայժմ, նոր կարդացի 12:35 պետք է արդեն գնամ սամալյոտ նստեմ, հիմա 12:15 ասեցի կամաց գնամ ոտենամ, որտև որ հեշտ գտնեմ, բայց ասեմ հեշտ է կողմնորոշվել է ճիշտ է, մեզ մի անգամից եկան օգնելու, այդ առումով շատ լավ է, բայց լավ է, որ իմ հետ լավ մարդ կար մի հատ, որ ինձ օգնեց, ինձ Wi-Fi ծրեց, որ մերոնց հետ կապնվեմ իմանան հասել եմ։ Դե ինչ, արդեն ես տեսքով հասել եմ արդեն, տանն եմ, այս իմ սենյակն է, շատ լավ են ինձ ընդունել, շատ սիրուն են ինձ ընդունել, չգիտեմ, միշտ ուզեցել եմ գամ ստեղ, իրականում նպատակով եմ եկել, վլոգն էլ իմ նպատակներից մեկն էր, շատ եմ ուզեցել վլոգ նկարեմ ու այս երկրից դուրս գալը առիթ էր վլոգ նկարելու համար, մի խոսքով, հուսով եմ հավանեցիք,
համ էմոցիոնալ պահ ա եղել, համ հոգնած։ Հիմնականում տեսախցիկի առաջ ավելի հոգնած տեսք եմ ունեցել, որովհետև 9 ժամ ճանապարհ եմ եկել, 9 ժամ թռիչք եմ ունեցել, ու ընդամենը մի ժամ եմ քնել, բայց շատ հետաքրքիր էր։ Մի խոսքով սպասեք նոր վլոգների, գրեք թե ինչ կցանկանաք տեսնել, ինչն է ձեզ հետաքրքիր եւ կհանդիպենք։ Շնորհակալ եմ, որ նայեցիք մինչև վերջ, եթե այստեղ եք ասել, ուրեմն մինչև վերջ նայեք, շնորհակալ եմ շատ։